որ շատ մտքեր կայծկլտում են մեր գլխում Քայլ առ քայլ ենք որոնում հրաշքներ բացահայտում Զումի շոու Ինչ լավիկներ Չեմ հիշում, որ երեկ այս ծառի վրա սնկեր լինեին Ես էլ եմ այդպես կարծում Սնկերը հաճախ շատ արագ են աճում, հատկապես անձրևից հետո Այսինքն երեկ այստեղ չէին? Այն մասը, որ մենք տեսնում ենք, սնկի ամբողջ մարմինը չէ Սնկի հիմնական մասը գտնվում է հողի կամ ծառի ներսում Այն կոչվում է միցելիում Միցելիումը սնկի արմատներն են? Այն նման է շատ բարակ թելիկների ցանցի և կարող է ընդարձակվել, երբ հարմար պայմաններ են ստեղծվում Օրինակ, երբ անձրև է գալիս, միցելիումը արտադրում է այն մասը, որ մենք տեսնում ենք, այսինքն սնկի պտղամասը Արմատների միջոցով բույսերը ամրանում են հողի մեջ ու ջուր ստանում Իսկ միցելիումը սնկի ձևավորման, բազմացման և ամեն տեսակի սնունդ ստանալու միջոցն է Սնկերը յուրահատուկ օրգանիզմներ են Նրանք ոչ բույս են, ոչ էլ կենդանի Ստացվում է, որ կան բույսեր, կենդանիներ և սնկեր Ճիշտ ես Ինձ միշտ թվացել էր, թե սնկերը բույսի տեսակ են Բույսերը իրենց սնունդը պատրաստում են արևի լույսի օգնությամբ Դա կոչվում է ֆոտոսինթեզ Սնկերը չեն կարող այդպես սնվել Բայց եթե իրենք չեն պատրաստում սնունդ, ապա ինչպես են ուտում Նրանք սնունդ գտնելու ավելի լավ տարբերակ են գտել Աճում են հենց իրենց սննդի վրա Եթե հողից են աճում, ապա սնվում են հողի մեջ գտնվող մահացած բույսերից, օրգանական մնացորդներից Միցելիումի միջոցով սնկերը հատուկ նյութեր են արտազատում սննդի վրա և սնունդը քայքայվում է նրանց մարմնից դուրս Հասկացա, հետո միցելիում այդ քայքայված սնունդը ներծծում է սնկի մեջ Իսկ եթե սունկը աճում է ծառերի վրա, ծառից վերցնում է շաքարներ ու ածխաջրեր, իսկ փոխարենը տալիս է ծառին ջուր, ֆոսֆոր և ազոտ Ստացվում է, որ նրանք օգնում են միմյանց Ծառերն ու սնկերը իրականում շատ փոխշահավետ հարաբերություններ ունեն Այս սնկերը շատ համեղ տեսք ունեն, իսկ պիցցայի վրա դնելու համար են Դա այդքան էլ լավ միտք չէ Գոյություն ունեն սնկերի շատ տեսակներ և դրանց մի մասը թունավոր են, ինչպես օրինակ կարմիր ճանճասպանը, դժգույն գարշասունկը, գալերինան, սարդոստայնասունկը կամ գարշահոտ գարշասունկը Ինչ էլ վախենալու անուններ ունեն Դրանք կարող են առաջացնել ստամոքսի ցավ կամ ավելի լուրջ խնդիրներ Իհարկե կան նաև շատ օգտակար ու համեղ սնկեր, ինչպես օրինակ շամպինիոնը, կախասունկը, աղվեսասունկը, քեչասունկը կամ կաղնեսունկը Համենայն դեպս, պետք է միշտ լինել զգուշավոր սնկերի հետ Երբեք մի փորձիր համտեսել սունկը Անծանոթ սունկ մի քաղիր, մի հավաքիր հին փտած սնկեր Այսինքն սունկ հավաքելը պետք է թողնել մասնագետներին, հասկացա Հիմա կարծում եմ ժամանակն է գնալ և պիցցա ուտել, ուտելի, համեղ ու օգտակար սնկերով